ու հիվանդանոցներում չգտնելուց հետո արդեն անցանք դիահերձարաններին ու այնտեղ էլ ոչ մի բան չեն գտել։ Այդ ժամանակ, գիտեք, այն աշճան հորդարատ արանձրև էր։ Մենք ամբողջությամբ ջուր, ու ոնց որ այդ տղաների բախտից էլ էլի Աստված նենց էր անում, որ այդ հորդարատ անձրևը գոնե մի ձևով իրանց սփոփի այդ ցավը, որովհետև վառվում էին իրանց ձայնը, այդ դա մարդկային ձայնի նման չէ, էլի այդ պաղատում էին, որ այս ինչ ցավա փրկեք։ Մանկական հիվանդանոցում բոլորը ցավ էին քաշում, բայց հնարավորինս զուսպ էին իրաց պահում։ Ցավազրկողները անելուց հետո որոշակի վիրակապություններից հետո մի քիչ ցավերը թեթևանում էին։ Հիմնական սրահներից մեկում մի հատ տղամարդ կար, որը անդադար լացում էր, անդադար ինքը գոռում էր։ Արդեն մի ժամ, երկու ժամ անցնելուց հետո ես մոտեցա իրանց եւ հատուկ ասացի, որ ինչն է ձեզ ավելի շատ անհանգստացնում, ինչ չեմ հասկանում ես, անընդհատ ցավազրկողներ անում եմ, գոնե մի քիչ չի թեթևանում ձեր ցավը, էլի, մի թեթև չի թեթևանում գոնե այդ ցավը, որ դիմանաք, նա ինձ ասեց, որ ես ցավից չեմ գոռում, այլ մեր երեխեն չկա։